որ այսօր եւ գրեթե 1 միլիարդի են հասնում այս անձինք, որ չեն հավատում Աստծուն, եւ ի վերջո սա տանում է նրան, որ ինքն է դառնում իր կյանքի Աստվածը, այսինքն ամենակարողը, եւ եթե մեկը չկա, որ քեզանից վեր ու բարձր է, եւ շատ հաճախ այդպիսիները եթե երկնավոր հորը չեն հավատում, ուրեմն երկրավորին էլ չեն հավատում հորն ու մորը, այսինքն իր մեծերին, դառնում է իր կյանքի Աստվածը, եւ սա ի վերջո կուրություն է, հոգևոր կուրություն եւ մտային կուրություն է եւ դա համար հայրերը պիտի ասեն այսպեսի անձինք զգուշ թող լինեն, որտեւ իրենք կույր են հոգեպես։ Ի վերջո սրան է բերում, որ եթե չարի վերջո գիտեր, որ Աստված կա, մարտահրավեր նետեց, այսպիսի անձինք շատ հաճախ եւ սա իրենց կամքից դուրս է լինում եւ իմ խնդրանքը հետեւյալն է, որ մեկ հատ քնեն իրենց մյուս անկյունից, տեսնելու համար թե արդյոք այս վիճակի մեջ իրենք չեն, երբ որ դու Աստծուն հանում ես քո կյանքից ասելով չկա Աստված, արդեն դու տեղը դառնում ես, Աստծո տեղը դու ես գրավում եւ այս անգամ արդեն քեզ որևիցե մի խթան չկա։ Մեկ ուրիշ բան, որ ուզում եի վերել, որ համեմատականների մեջ ենք անցկացնում, Քրիստոս հստակ մեզ պատվիրեց, որ կամ ընդհանրապես Աստվածաշունչը, որ դիմացիներին ձեզանից լավը համարեք։ Այսօր շատ քիչ կտեսնեք անձինք, որոնք որ համեմատվելով, եթե պիտի համեմատվենք, որ նորից եմ ասում, շատ վտանգավոր բան է, եթե պիտի համեմատենք դիմացինին մեզանից լավը տեսնելու համար։ Ոչ թե նրա համար, որ մեզ նվաստացնենք, այլ նրա համար, որ մենք կարողանանք աճել։ Երբ որ դու քեզ ամենալավն ես համարում, դու էլ կարիք չես զգում աճելու։ Դու արդեն վերև ես։ Զարգանալու տեղ չունես, կարծում ես ամեն ինչ գիտես։ Ես նշանավոր մտածող ասում եմ, ես մի բան գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Ինչքան էլ սովորես, դեռևս սովորելու տեղ ունես։ Ուրեմն շատ կարևոր է, Հայկ, ես ուզում եմ մի պատմություն կարդալ, այս իմաստունի պատմությունը, որ հետո Հունաստանում քիչ առաջ որ քեզ հետ խոսում էինք, հետաքրքիր պատմություն է կեղծավորության կամ ասենք ինչպես շողոքորթության, ասում եմ Հունաստանում ապրող մի իմաստուն մարդ աղքատի կերակուր է ուտում, աղքատի կերակուրը ինչ է այն ժամանակ ոսպով ինչ որ մի ջրիկ ճաշ է ուտում, նրան է մոտենում մի մեծ արուստ հպարտ մի պալատական կամ գոռոզ հռետոր ու տաղրանքով խրատելով ասում է ով իմաստուն մարդ, եթե դու քո խելացիության հետ մի քիչ էլ շողոքորթություն, հպարտություն ունեիր եւ կարողանայիր կեղծավորություն անել, ապա այժմ պալատում փառահեղ ճաշ կուտեիր։ Եվ իմաստունի պատասխանը շատ գեղեցիկ է, ասում է դու ով ստախոս, եթե ոսպով բավարարվեիր, կարիք չէիր ունենա կեղծավորություն անելու եւ ստորանալու մեծերի առջեւ։ Ստե մեծերը այսինքն պաշտոնով ունեցողների մասին է խոսքը։ Եվ հետո եզրակացնում է, ասում է համեստ մարդուն կամ խոնար մարդուն երջանիկ ապրելու համար բավական է աշխարհի մի խաղաղ անկյունը, սիրելի անձերով շրջապատված մի պատար հացը ու հոգու խաղաղությունը։ Այո։ Հրաշալի, այսինքն մոտեցում է կյանքին, այսինքն յուրաքանչյուր մարդ իր անձը վեր չպիտի դասի դիմացի անձից։ Նա էլ մարդ է, դու էլ մարդ ես։ Պայմանների բերումով եթե այդ մարդը ասենք այդպեսի մի գյուղում է ապրել կամ օրինակ համար կամ ապրել է մի այնպեսի մի ընտանիքում, որ դժվարություններ ունեցել, նեղություններ ունեցել, եւ եթե մարդուն դու անուշադրության ես պատում եւ քեզանից ցածր ես համարում, Քրիստոսի խոսքը շատ կարեւոր է, ով որ իրեն բարձր է համարում, նա իջնելու է, ով որ իրեն անձը բարձրացնում է, պիտի խոնարհվի, ով խոնարհվում է, պիտի բարձրանա։ Դեր այս պատմության վերջում ասեցիք, վերջի բառը կարծեմ խաղաղությունն է։ Այո, հոգու խաղաղությունն է։ Եվ հետեւյալն է միտքս, որ ընդհանրապես այն անձինք, ովքեր հպարտ են, այսինքն իրենց մեջ այդ հպարտության կսկիծը կա, միշտ լարված վիճակում են։ Պատկերացրեք մեկը, որ միշտ ուզում է ամենալավը լինի։ Եվ ինքը միշտ սենց պարկված վիճակում է, որ հանգարց մեկը չլինի։ Եվ սա բնականաբար ես խոսքի սկզբում շեշտեցի մեջբելով հայրերին, որ հպարտությունը ծնում է բոլոր մեղքերը։ Եվ սա ասեցի, ասենք տաթևացու միտքներ, որ վստահ միայն իրենը չի։ Հենց հպարտ, այսինքն դու հպարտ ես, դու ուզում ես միշտ վերևը լինես, քեզանից ոչ մեկ քո հավասար անգամ չի կարող լինել, կարող են միայն ցածր լինել, ու հանկարծ մեկ ուզում է աճել, ինչ ես անում, նախանձում ես նախ, ուրեմն երկրորդ մեղքը, որ հետո պիտի խոսենք, եւ սկսում ես ամեն ձև վարկաբեկել, խանգարել, որպեսզի դու առաջ գնաս, որպեսզի նա չկարողանա բարձրանա։ Եվ տեսեք, որ այս մեղքը իրականում բերեց մի քանի ուրիշ մեղքեր, սա ուղղակի մի փոքրիկ պատառիկ է, որ ես մեջ բերեցի։ Եվ հոգու խաղաղություն չունես քո կյանքում։ Մշտապես դու այս վիճակում ես, բայց մոռանում ես, որ մարմին ես։ Եթե նույնիսկ ունես մտքի լուրջ, ասենք պաշար, գիտելիքի, ժամանակ է գալիս, որ խամրում է։ Եթե գեղեցիկ ես, որ այսօր կանայք ուղղակի ճնշող մեծամասնություն իրենց ուշադրությունը դարձնում են
ասենք մարմնապես գեղեցիկ երևալու մեջ ու հանկարծ հարցնում են ես է գեղեցիկ թե այս ինչի կինը կամ տեսար որ ես լավ էի հագնված պիտի կորես հայ այստեղ սիրամարգի պատմությունն է գիտես սիրամարգը որ փետուրները բացում է ինչքան գեղեցիկ է չէ ասում է այստեղ սիրամարգի համար պատմում երբ որ իշող շողուն եւ գեղեցիկ փետուրներին նայում ասում է այդպես կորազանալ հպարտանալ ինչ գեղեցիկ եմ եւ այլն բայց հենց դառնում է իր տգեղ սրունքներին անայում ոտքերին արդեն հիշում է որ ինքը ինչ էր եւ ինչ պիտի դառնա ասենք յուրաքանչյուր մարդ պիտի հիշի որ ասենք ինքը վերջիվերջում մարդ է իսկ մարդը հողածինն է աթամ նշանակում է հողածին հողից ծնված եւ Աստված մարդուն տվեց ժամանակ եւ եթե այս մարդը գեղեցիկ այսօր պիտի մտածի որ վաղը տգեղ պիտի լինի պիտի մտածի հոգու գեղեցկության մասին քիչ առաջ ասել չէ հոգու խաղաղություն հոգու գեղեցկություն եւ դրա համար հոգու գեղեցկությունը երբեք չի խամրում եւ դրա հոգու խաղաղությունը ունեն նրանք ովքեր որ խոնար են այո երբ որ խոնար ես երբ որ գիտես որ երբեք չես ձգտում նյութական սին եւ ժամանակավոր ինչ որ արժեքների այլ ավելի հոգեվորին ի տարբերություն հետաքրքիր է նազիազանցին ներողություն նյուսացին էր որ մենք խոսում ենք երանիների մասին ասաց որ Աստծո գանձերը ի հակառակ երկրավոր գանձերի երբեք չեն քչանում ինչքան ուզում ես ստանալ ավելիով ստանում ես ու երբեք չեն վերջանում ի տարբերություն աշխարհային գանձերի ասենք մի հսկա գանձ կա մի քանի միլիոն կամ միլիարդ դոլարի ասենք եթե պիտի բաժանես ու կիսվես ի վերջո սա պիտի վերջանա եւ տենց հարուստ մարդ չկա որ միջև վերջ իր հարստությունը պահել է իսկ Աստծո գանձերի ինչքան որ վերցնում ես այնքան ավելի կա ինչքան կիսում ես դիմացինի հետ այնքան ավելի շատ է երևում Աստորեն հպարտությունից խուսափելու միակ զենքը խոնարհությունն է եթե այդ հպարտ մարդը փորձի վաղը միսօր ինքը իրեն մշակի ինչ մի աղոթքով հավատքով եւ սկսի խոնարհվել ասենք այդ խոնարհության զենքը օգտագործի պիտի ազատվի այդ մոլուցքից հետաքրքիր է Սուրբ Եփրեմ Խորիասորին հենց նույն բառերը շեշտեց որ հպարտության կամ ընդհանրապես մեղքի դեմ կարող է մի քանի զենք օգտագործենք ինքը բերում է աղոթքը, ծոմապահությունը, կուսությունը, մտքի զգոնությունը, արթնությունը, բայց ասում է ես կարծում եմ, որ ամենալուրջ զենքը խոնարհությունն է։ Եվ այստեղ թող մեզ ճիշտ հասկանան, շատ հաճախ հիմա արդեն հակառակ, եթե հպարտությունը դրական հոմանիշ է կամ բառ իմաստ ունի, խոնարհությունը բացական, սա խոնար է, այսինքն վախկոտ մարդ է։ Իրանք կարծում են թե խոնարհությունը վախկոտության նշան է։ Այո, բայց եկեք ճիշտ հասկանանք, որ այսօր երբ որ մեկը ասում է խոնար, նախ ինքնիր համար խոնար, այսինքն դու քո տեղը գիտակցես եւ ուղղակի ամենադրական, ասենք, ամենացայտուն դեմքը կամ տիպարները, որ այսօր կան, որոնք որ ես միշտ ասում եմ, չեն համեմատվի քրիստոնեության հետ, ասենք այսօրվա բուդդիստ վանականներն են, որոնք եթե ճշմարիտ վանականներ են, չափից ավել խոնար են, իմաստուն եւ զորեղ մարմնապես։ Բայց միևնույն ժամանակ այդ իմաստության ու ուժի մարմնավոր ուժի մեջ իրանք հասկանում են, որ սա խոնարհությամբ է, որ պիտի հասնես։ Ուր մնաց ճշմարիտ քրիստոնյաները, այդ հայրերը, որոնք որ շեշտում եմ, որոնք որ ինչքան խոնար, շատ ավելի զորեղ են եւ մտքով եւ հոգով։ Եվ այս խոնար անձինք են, որ հայ ազգը խոնար եւ իմաստուն կարողացել են փորձանքներից ազատել եւ բերել այսօր հասցնել մեզ։ Հայկ ջան, պետք է հիշենք, որ ես ինչքան մեծահարուստներ կամ արդիկ, որոնց հետ ծանոթ եմ եղել, բարգասոտայիններ շարունակ շփում ունեցել եմ, նրանց հետ եմ եղել, ես բոլորին տեսել եմ, որ իրենց ոչ հարստությունը, ոչ իրենց տիտղոսները, ոչ վկայականները իրենց մեջ չեն մերցել այդ խոնարհության գեղեցկությունը։ Եվ իրենք այդ շատ անգամ պատահել է, որ նշանավոր մի մեծահարուստ կարող է մի պարզ բանվորի հետ նստի, հետո ճաշի իր նույնիսկ իր գործարանում եւ այդ բանվորը չիմանա որ սա իր տերն է ասինքն այդ հարուստն է գործարանի սա խոնարհության ամենագեղեցկագույն ձևն է մարդը հասկանում է որ այդ գործարանը եթե ունի կամ այդ հարստությունը որ ունի Աստծո տված պարգևն է եւ ինքը որևէ տարբերություն չպիտի տնի իր աշխատողի եւ իր միջև դժբախտաբար սա դժվար է իրագործելը բայց շատ մարդիկ տեսել եմ ես նույնիսկ ես մի հատ պատմություն ունեմ Ամերիկայի կյանքի մեջ ուզեմ ես պատմությունը պատմեմ որ կարծում եմ որ ավելի հետաքրքիր կլինի դա նույնիսկ Ամերիկայի կյանքի մեջ մեծերը կամ նախագահները ինչպեսի խոնարհություն ունեցել ամենաառաջին ունես հեսա պատմում եմ անուն մեծապատի մեծամիտ տասնապետ այսինքն գորոս տասնապետը երևի մեր այդ այսպես ասած ստյուար մենեջեր օրինակ է այդպես ասենք զինվորական աստիճան ինչ որ ուրեմն ասում է տարիներ առաջ Միացյալ Նահանգների մի նավահանգստում մի բեռնատար նավ է
խարիսնետում, որից զինվորները հսկայական գերաններ են դուրս հանում եւ մի մեծ հսկա գերան է լինում, որ դուրս պետք է անեն, դժբախտաբար այս տասնապետեր կանած աչուծախ հրամանները տալիս եւ հայույելով եւ այլն այսպես բաներ անելով, այս խես զինվորները չեն կարողանում այդ հսկա գերանը մի քանի հոգով դուրս անեն։ Եվ հանկարծ մոտենում է մի մարդ, པարզ մարդ, ասում է տասնապետին, ասում է դու ինչ ես կողանել։ Մոտեցի օգնի, մեղ չեն այս զինվորները, չեն կարողանում այս գերանը դուրս անեն։ Շայել ասում է դու չգիտես ես ով եմ, արամարանքով։ Ասում է ով ես, ես մի տասնապետ եմ, ասում է բարոն դու չես հասկանում, որ ես նրանց ղեկավարն եմ։ Ասում է ինչ անեք, գնա օգնի, դե ուզում ես գնա դու օգնի, ասում է։ Այս པարզ մարդը մոտենում է սկսում է օգնել այդ զինվորներին մի քրտնելով եւ այլն գերանը դուրս են հանում։ Վերջը մոտենում է այս տասնապետին, ասում է սա իմ հասցեն, եւ որ պետք ունենաս որ զինվորներին օգնեն, ինձ ասա ես կգամ կօգնեմ։ Եվ որ այդ մարդը հեռանում է, տասնապետը հասցեն վերցնում է, նայում է որ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Վաշինգտոնն է եղել այս པարզ մարդը։ Առաջին նախագահն։ Ինչպեսի խոնարհություն, տեսնում ես, որ մարդը առաջին նախագահ մեծ ամենաառաջին մարդը նելով հանդերձ խոնարհում է իր զինվորների հետ այդ գերանն է քաշում։ Ուզում է ասել, որ դու տասնապետ ես առաջին դեմքն եմ։ Խոնարհությունը ամենամեծագույն զենքն է։ Դե իմ կարծիքով աշխարհի պատմության մեջ ամենամեծ խոնարհությունը, որ երբևիցե եղել է ու կարող է լինել, Հիսուս Քրիստոսի անձն է, որովհետև խոնարհվեց լված աշակերտների փոշոտ ոտքերը։ Օրինակ Ֆիլիպեցիս 2-ում Պողոս առաքյալը բառի բուն իմաստով ասում է Քրիստոս չափազանց խոնարհվեց։ Դուք պատկերացրեք Աստված արարիչ ամեն ինչի խոնարհվում, դառնում է մարդ եւ ձեր ասածի պես ոչ միայն փոշոտ ոտքերն է լվանում առաքյալների, այլ նաեւ խաչվում է։ Այլ նաև գիտակցաբար հայոյվում է, գիտակցաբար անարգվում է, որովհետև սիրեց աշխարհը, չէ, Աստվածաշնչային եւ Աստծո բնորոշմամբ։ Ուրեմն, երբ որ մենք տեսնում ենք այս խոնարհության չափազանց մեծ դրսևորումը, մենք իբրև այդպեսի չենք կարող ասել, որ մենք տասնապետ ենք կամ նույնիսկ նախագահ ենք։ Եթե իրապես քրիստոնյա ենք, որովհետև արդեն եթե անունդ կա քրիստոնյա ես, Քրիստոսին հետևող, կնշանակի իր կյանքին նայելով իր շարժ։ Քրիստոս իր ամբողջ կյանքը խոնարհություն եղավ։ Ավանագի վրա նստեց խոնարհ ավանագի վրա, մտավ Երուսաղեմ, օրհնեց բոլորին, դուրս անեց ամբողջ իր տաճարի մեջի վաճառականներին, որ ասի աղոթքի տունն է ասելով։ Այսինքն յուրաքանչյուր մարդ, եթե ինքը իրեն կոչում է քրիստոնյա, այս դեպքում մենք ասենք հայ քրիստոնյա, որովհետև այսօրվա մեր հաղորդումը մեր հայության համար են, յուրաքանչյուր հայ քրիստոնյա, եթե ինքը իրեն իրապես ճշմարիտ ներքին հոգեպես աղոթքով զորացած քրիստոնյա է համարում, այդ խոնարհությունն իրեն արդեն պիտի լինի ամենամեծ առաքինությունը։ Դեր, բայց մի բան եմ ուզում շեշտել այստեղ, որ շատ մեծ վտանգ կա, որ հայ քրիստոնյան այսօր չի հասկանում խոնարհությունը ինչ է, եւ այսօր հայ քրիստոնյաներից շատ-շատերը խոնարհություն բառը վատ իմաստով են տեսնում, այն առումով, որ նրանք ես այսօր շատ-շատերի նմանեցնում եմ այդ փարիսեցուն, որոնք որ պիտի ասեն, որ ես Աստծուց շնորհ եմ ստացել, եւ սա ասում եմ գիտակից քրիստոնյաների համար, եւ շատ հաճախ ոչ մեր եկեղեցու, առաքելական եկեղեցու, ոչ թե բանադրելով, այլ ուղղակի փորձելով իրենց խրախուսել։ Մենք ծնված ենք, վերստին ծնունդում ենք, մենք չենք մեղանչում, եւ մենք այսպիսի այս շարքերը մենք լավն ենք եւ այլն եւ այլն եւ այլն տանում են նրան, որ կարծես վերջիններս նմանվում են այն փարիսեցուն, որ գրեթե ամեն ինչ որ պահանջում էր իրենից 5 օրենքը կատարում էր, այսինքն 10-րդը վճարում էր, աղոթքները կատարում էր, ծոմը պահում էր եւ տաճարին իր օգնությունն էր ցուցաբերում ու հանկարծ դուք հաղորդման սկզբից ասեցիք, հանկարծ ի զարմանս իրեն պիտի հասկանա, որ իր աղոթքը չի լսվում։ Ինքը կարծես կատարում է ամեն ինչ որ իրեն պարտադրված է, որ այսօր շատ քչերս կանենք 10-րդը մեր աշխատածի տանք, ծոմ պահենք շաբաթի 2 անգամ, մշտապես եկեղեցում լինենք, աղոթենք եւ այլ, ու հանկարծ այսքանը մեզ կարծես թե պիտի լինի շատ ավելին, որտեվ այսօր ինքը տեսնում է տվյալ դեպքում փարիսեցին կամ այսօրվա հավատացել է, որ ես անում եմ շատ ավելին, քան որովիցե սովորական մի քրիստոնյա, ու հանկարծ այդ մարդը չի լսվում Աստծու մոտ, որովհետև խնդրանքը չի կատարվում, այդպես կարծում ինքը չուներ խոնարհություն ու դրա համար երբ որ մենք շատ հաճախ ասում ենք աղոթենք, ծոմ պահենք, շատ կարևոր է, շատ ճիշտ է, բայց ինչպես